Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում մեկնարկում են համալիր պարապմունքները։ Զինծառայողները դաշտային պայմաններում ամրապնդում են մոտակա գործողության կարիճ զենիթահրթիռային համալիրների կիրառման փորձառությունը, ներդաշնակում են փոխգործակցությունը, կատարելագործում մասնագիտական հմտությունները։ Տվյալ դաշտային պայմաններում անցկացված պարապմունքները բարձրացնում են անձնակազմի գործնական գիտելիքները եւ նպաստում են, որպեսզի հաշվարկները կարողանան պատրաստականության աստիճանների գան ավելի սեղմ ժամկետներում։ Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցը համալրած կարիճ հակաօդային պաշտպանության համալիրները նախատեսված են ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման եւ ոչնչացման, կենսական նշանակություն ունեցող ռազմական եւ արդյունաբերական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Օդային հարձակամիջոցները գնալով կատարելագործում են։ Նրանք ավելի փոքր են դառնում, ավելի արագ գթած։ Ստորաբաժանման պատրաստության գործում կարևոր է յուրաքանչյուր նրբություն։ Զինծառայողները հերթով հակաօդային պաշտպանության համալիրները բերում են պատրաստության վիճակի, իրականացնում են պարապմունքի ծրագրով նախատեսված գործողությունները։ Կարիճ զենիթահրթիռային համալիրի կազմի մեջ նաև մտնում է կառավարման եւ հետախուզման մեքենան, որը կարողանում է հայտնաբերել մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ նշանակետեր եւ կարողանում միաժամանակ ղեկավարել 4 մարտական մեքենաներ։ Իդեպ, նորագույն այս զինտեխնիկան հիմնականում շահագործում են պաշտպան հայանյաց ծրագրի շահառուները։ Նրանցից մեկն էլ Գարիկ Խաչատրյանն է։ Թե ես, թե իմ զինակից ընկերները ամենօրյա կատարելագործելով գործունեությամբ ամեն ինչ անում ենք, որ բարձրացնենք բանակի պաշտպանունակությունը։ Պայմանագրային զինծառայողը վստահեցնում է, չնայած անցած կարճ ժամանակահատվածին արդեն իսկ գերազանց տիրապետում են հակաօդային պաշտպանության համալիրների կիրառման կարգին։ Մեր հրամանատարների աջակցությամբ սեղմ ժամանակամիջոցին տիրապետել ենք թե ես, թե իմ զինակից ընկերները տեխնիկային։ Տեխնիկան շատ բազմաթիվ հնարավորություններ ունի թե արդի ժամանակաշրջանում, թե հետագայի համար աշխատելու եւ կիրառելու համար։ Հանրապետության մեկ այլ հատվածում համալիր վարժանքներ են անցկացնում նաև հակաօդային պաշտպանության լուսան, զենիթային հրթիռային համալիրներով սպառազինված հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները։ Կառավարող ու սպասարկող օժանդակ մեքենաներից բաղկացած այս համալիրը նախատեսված է մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների եւ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի խոցման, զորքերի, խմբավորումների եւ կենսական նշանակություն ունեցող պետական ու ռազմական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Տեխնիկան ստացիոնար չի, կարող ենք շարժել, տարբեր դաշտային եւ եղանակային պայմաններում կատարել գործողություններ, կարող ենք միաժամանակ գործել եւ խոցել ավելի շատ ու տարբեր տեսակի նշանակետեր։ Համալրված լինելով ժամանակակից թվային ռադիոլոկացիոն կայանով եւ կառավարման ավտոմատացված միջոցներով, լուսան զենիթահրթիռային համակարգը ունակ է 120 կմ հեռավորությամբ հայտնաբերել մինչեւ 120 օդային օբյեկտ։ Ավտոմատացված ռեժիմում ուղեկցել մինչև 60 եւ միաժամանակ խոցել 16 թռչող օբյեկտ, 18 կմ բարձրությամբ եւ 25 կմ հեռավորությամբ։ Անձնակազմը ուսուցանվել է արտերկրում, մենք մեր ուսուցումը շարունակել ենք դաշտային ելքերի, պարապմունքների հաշվին, որի արդյունքում էլ այսօր ունենք բարձր պատրաստված թե սպաներ, թե պայմանագրային զինծառայողներ։ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած քայլերի արդյունքում ձեռք բերված նորագույն այս զինտեխնիկաների շնորհիվ Հայաստանի Հանրապետության օդային սահմանները դարձել են առավել պաշտպանված, քանի որ համալիրների ինտեգրումը հակաօդային պաշտպանության զորքերի կազմում հնարավորություն է ընձեռել արդյունավետ պայքար մղել ժամանակակից օդային հարձակման միջոցների դեմ եւ էապես բարձրացնել օբյեկտների հակաօդային պաշտպանության մակարդակը։ Ներսես Իվանյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ